եւ Հայաստանից փախնելու հնարավորություն չի ստանալու։ Նույնը վերաբերվում է պատերազմի եռագլուխ բանդայի մյուս երկու գլուխներին։ Ես հույս ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին անգամ մի լավ հրաժեշտ է տվել Հունաստանի իր սիրած լողափին, որովհետև նա երկար տարիներ այնտեղ չոփիկ չի անելու։ Ես հույս ունեմ, որ Գագիկ Ծառուկյանը ասենք թե համապատասխան մի լավ գրկել եւ հրաժեշտ է տվել լորդերին եւ լորդուհիներին, որովհետեւ նա երկար ժամանակ նրանց չի տեսնելու։ Իսկ որպեսզի այդպես լինի, պետք է անել մեկ բան։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Սիրելի ժողովուրդ, հաջորդ ելույթ ունեցողը բարձրաստիճան պետական պաշտոնյա է, ում պաշտոնավարման օրոք Հայաստանի սահմաններին այլևս հսկողությունը չեն իրականացնում դատարկ մետաղյա պահածոների միջոցով։ Նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանը ձեռք է բերում գերժամանակակից, գերթանկարժեք զինատեսակներ։ Եվ տարօրինակ զուգատիպությամբ նրա պաշտոնավարման ընթացքում ինքը եւ իր բարեկամները ձեռք չեն բերում բազմամիլիոնանոց դղյակներ։ Չգիտեմ, տարօրինակ զուգատիպությունն է, բայց փաստ է։ Ելույթ կունենա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Շնորհակալ եմ։ Սիրելի Վանաձոր, սիրելի լոռեցիներ, ձեզ շատ եմ սիրում։ Սիրելիներս, վերջին 13 օրերի ընթացքում այն էմոցիաները, որ մենք ստացել ենք, հուշում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնելու իր իշխանությանը եւ հունիսի 7-ին ջախջախիչ հաղթանակ է ապահովելու։ Բայց 2018 թվականի Թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո մերժվածների փոքրիկ խմբակներ ծվարել են հասարակության տարբեր շերտերում, տարբեր համայնքներում, բարերարների, բարեգործների, ձեռնարկատերերի, տարբեր մարդկանց, անգամ գառան դիմակի ներքո։ Իսկ իրականում Դավադիր Բորենու նման սպասել են հարմար պահի կամ հրահանգի, որպիսի թիկունքից հարվածեն մեր պետությանը, մեր ժողովրդին։ Թույլ չենք տալու։ Թույլ չենք տալու։ Դրա պատասխանը ընտրություններ 2026-ին ընտրում ենք, քվեարկում ենք։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի լոռեցիներ, շատ կարևոր զրույց ենք այսօր ունենալու, որովհետև ուժեղ Հայաստան իրենց հորջորջող մի փոքրիկ խմբակ էլ ծվարել է լոռիում։ Ուրեմն դրանց առաջնորդը Կալուգացին վերջերս երկու անգամ խոսում է լոռին չհանձնելու, պաշտպանելու, այստեղ ջախջախիչ հաղթանակ տանելու, իբր ինքը խիստ հայրենասեր է։ Արա հայրենասեր էինք 44 օրյա պատերազմի ընթացքում
ձեր զավակներին ուղարկեիք առաջնագից, ընչի էիք պահում թևի տակ մամաների փեշի տակ